Քարոզիայի ժամանակ կորցրել եմ իմ ավագ որդուն 20 թվականի հոկտեմբերի 6-ին կրտսեր որդիս Երվանդ Հաջյանն է զոհվել։ Միքայել Հաջյանն ամենաթանկն է տվել ամենաթանկին, երկու որդիներն էլ ընկել են Արցախյան պատերազմներում։ 10-րդ ապրիլն է այստեղ է Եռաբլուրում զոհված որդու Շիրիմի մոտ։ Արդեն 5 տարի զինվորական Պանթեոն բարձրանում է նաև փոքր տղայի հիշատակը խնկարկելու։ 2016-ի ապրիլի 2-ի լուսադեմին տարածվեց լուրը Արցախա-ադրբեջանական սահմանում հակառակորդը անցել է հարձակման, սկսվել է լայնամասշտաբ պատերազմ։ 94-ից հետո իհարկե զենքերը չէին լռել, բայց հատուկենտ դիրքային կրակոցներ էին լինում։ Արցախը բռնել էր նրանց կոկորդը։ 2 տասնամյակ համբերեցին եւ խաբկանք ունեցան, թե հարմար պահ է։ 2016-ի ապրիլի 2-րդ օրը հայկական հողում լույսը բացվում էր թնդացող հրանոթների ու պայթող արկերի հետ։ Քարոզյան խախտում էր հրադադարը։ Այսօր ապրիլյան կռվի 10-րդ տարին է լրանում ադրբեջանական կողմը շփման գծի ամբողջ երկայնքով էր անցել լայնամասշտաբ ռազմական հարձակման, գործի դնելով ունեցած բոլոր զինատեսակները։ Հետո մարտերը թեժացան հարավային ու հյուսիսարևելյան ուղություններում, Հադրութում եւ Մարտակերտում, ծանր օրեր էին եւ առաջնագծում եւ թիկունքում, բայց թշնամու դիմաց կանգնած հայ զինվորը ժպտում էր, կռվում, գիտակցում, որ խաղաղություն լինելու է միայն իր հաղթանակով, իր բասկի ուժով ու նաեւ երգով։ Թեհրերյանի բախտը բացվեց գինիլից։ Այս օրերն իրական քննություն էին մեր տղաների համար, ուժերը չափելու միայն մեկ պատկերավոր համեմատություն։ 12 տարում 2004-ից 2016 թվականներին Ադրբեջանը բանակի վրա ծախսել էր 25 միլիարդ դրամ, մեր դեպքում այս թիվը 6-7 անգամ պակաս էր, բայց դա չխանգարեց մեզ հաջողել Քարոզիայում։ Փառքով անցանք ստուգատեսը։ Հայկական կողմը չնայած կորուստներին ճնշող առավելություն գրանցեց թշնամու նկատմամբ։ Հարձակումը հատկապես թեժ էր Թալիշի, Մարտակերտի, Մարտունու եւ Ակնայի ուղություններով։ Հայկական կողմը կարճ ժամանակահատվածում հակահարված տվեց, հետ վերցրեց մի շարք կորցրած դիրքեր։ Հակամարտության այդ շրջափուլում դիվանագիտական կռիվը ընթանում էր ռազմականին զուգահեռ։ Հայաստանը փաստերով էր խոսում միջազգային հանրության հետ, ապացուցում, որ Ադրբեջանն է ընտրել ագրեսիվ քաղաքականությունն այս հակամարտությունում։ Ազատ ու անկախ Արցախի երկնակամարը խաղաղվեց ապրիլի 5-ի կեսօրին։ Հայկական կողմը համաձայնեց մոսկովյան հանդիպման առաջարկին, եւ այս բանակցությունների մասին տեղեկություններ շրջանառվեցին նաեւ, թե հենց ագրեսորն է խնդրել, չդիմանալով հայկական ուժին, ռուսական միջամտություն հայցել։ Ավելի ուշ այս ռազմական գործողությունները 6-րդ սերնդի պատերազմ պետք է համարվեին։ 2016 թվականի ապրիլյան մարտերի հետևանքով հայկական կողմն ունեցավ ավելի քան 100 զոհ եւ կորցրեց մոտ 800 հեկտար տարածք, իսկ թշնամու մարդկային կորուստները հատեցին մի քանի 100-ի շեմը, այս թվում նաեւ հատուկ նշանակության ուժերի զինվորներ։ 44-օրյայից նաև 2023-ի Արցախի կորստից հետո կարծես ստվեր է ընկել մեր պատմության այս դրվագի վրա, բայց մասնագետները համոզված են, Քարոզյան մեր նորագույն պատմության այն էջն է, երբ հայ զինվորն իր հողի համար հերոսական կռիվ տվեց։ Սա զինվորի ու հրամանատարի միասնականության, հայրենիքի նկատմամբ անխախտ սիրո ու դա որպես բացարձակ արժեք ընկալելու մասին էր։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։